Այսօր իմ սրտի մեջ ուղերձ կա։ Ձեր համար Աստված սրտից դրել է եւ ես այդ ուղերձը վերնագիր եմ դրել, դա կոչվում է հավատացյալի կյանքի էտապները։ Այսինքն փուլերը։ Ամեն։ Հիմա ես 3 հատ փուլ եմ առանձնացրել հավատացյալի կյանքում եւ կուզենայի այդ 3 փուլի մասին խոսալ։ Առաջինը դա անվանել եմ առաջի փուլին վերնագիրը հանդիպում Հիսուսի հետ։ Երկրորդ փուլը փոխվելը, իհարկե հասկանում եք, փոխվելը դեպի լավը։ Հալելույա, որտեվ ինչքան է դու քեզ լավն ես զգում, բայց տեղ կա ավելի լավը լինես, հա։ Դեպի վատը պետք չի փոխվել, կա միայն մեկը, որի անունը Հիսուս Քրիստոս է, որ կատարյալ է ավելի լավ, մնացած բոլոր մարդիկ կարիք ունեն լինեն ավելի լավը։ Ամեն։ Հալելույա։ Եվ երրորդը, որ հավատացյալի կյանքը լինի պտղաբեր։ Մենք ապրենք պտղաբեր հավատացյալի կյանքով։ Հալելույա։ Հիմա ես այս 3 փուլի մասին խոսամ, իմ նպատակը ինչն է, որ դուք պատկերացնեք այդ փուլերի մասին, զգաք դուք որ փուլի մեջ եք եւ որ էտապի մեջ դուք կարող եք հիմա աշխատեք, որպեսզի ավելի լավանա, ավելի փոխվեք եւ այլն, ինչ ձեր թույլ կողմերը, ուժեղ կողմերը ավելի լավ պատկերացնեք, որպեսզի անցնեք այս քրիստոնյա կյանքը այս աշխարհի վրա։ Պատրաստ եք լսելու։ Հալելույա։ Մենք սկսենք առաջինից, հանդիպում Քրիստոսի հետ։ Ես իհարկե հասկանում եմ, Աստված ուզում է ոչ միայն մի անգամ հանդիպի մեր հետ, ուզում է շատ անգամ հանդիպի, նորից հանդիպի, եւ մենք գալիս ենք եկեղեցի եւ ընդունում ենք, հանդիպում ենք, ճաշակում ենք Աստծո ներկայությունը, բայց կա մեկ հանդիպում, որը փոխում է ամբողջ կյանքը, ռադիկալ հանդիպում, ռադիկալ ձևով փոխում է մեր կյանքը։ Դա առաջի հանդիպումը կենթանի Աստծո հետ։ Այսինքն միգուցե դու լսել ես, իմացել ես, որ Աստված կա, բայց կենթանու Աստծո անձնական հանդիպում դեռ չես ունեցել, այդ դա առաջի էտապն է։ Մի քանի խոսամ այդ հանդիպման մասին։ Հետո օրինակներ կբերեմ Աստվածաշունչից, որ շատ լավ վկայում են դրա մասին։ Որպեսզի հանդիպում ունենաս Աստծո հետ, կամ ընդհանրապես որպեսզի փրկվես, մենք պետքա հասկանանք, որ կա 2 ծայրահեղություն քրիստոնեության մեջ։ Առաջի ծայրահեղությունն է, որ ասում է դե մենք փրկված ենք, շնորհքի տակ ենք, մենք անվճար ենք փրկված, մեզ ոչի բան պետք չի, արդեն Աստված որոշել է, մենք փրկվենք, թե չենք փրկվի, ինչ կա, մենք մեր կողմից ինչ որ ջանք անենք, որովհետև ավտոմատ կամ պետք է գնանք արդեն որոշված է։ Դրանք կարծեմ կալվինիզմն են ասում, որ ոչի բան պետք չի անել, ինքն իրուն կեթա։ Մյուս ծայրահեղությունը, որ պիտի գործեր անենք, որ փրկության համար ինչ որ բան է մենք ավելացնենք, բավական չի, չնայած Հիսուսը ամեն ինչ արել է, որ բավական լինի։ Ճշմարտությունն է, որ փրկությունը դա համատեղ Աստծո եւ մեր մեջ, ինչու համար, որտեղ Աստված մեզ կամք տվել, եթե մենք չընդունենք այդ փրկությունը, իսկ Հիսուս գիտեք, փրկությունն է, Հիսուսի հետ հանդիպումը դա փրկիչի հետ հանդիպումը, փրկության հնարավորությունն է։ Աստված զորով չի փրկում, ու զորով երկինք ոչ ոքին չի ուղարկում։ Աստված ասում ռոբոտներ պետք չեն։ Ասում պետք է որ մեր կամքով ընդունենք իր սերը, իր ողորմությունը։ Ամեն։ Հա, ու որպեսզի հայտնի դառնալ, ես իրոք խոսում եմ ռադիկալ, ամբողջովին փոփոխության հետ կապված հանդիպման մասին։ Ու Աստվածաշունչում կա մի տեղ, որը խոսում է Զաքեի մասին։ Դա ամենաուժեղ փոփոխությունն է մարդու, ամենառադիկալ փոփոխությունն է, որ մենք տենում ենք Աստվածաշնչի մեջ, դա Զաքեի պատմությունն է։ Եվ Ղուկասի 19-րդ գլխում մենք կարող ենք դրա մասին գտնենք։ Օրինակի համար 19-րդ գլխի 2-րդ խոսքում գրած էր, ով է Զաքեյուսը։ Այդտեղ գրած է Զաքեյուսը
ահա մի մարդ անունով Զաքեոս կոչված, որ նա մաքսապետ էր եւ ինքը հարուստ էր։ Այդքանը գիտենք դրա մասին, եւ շարունակում է, որ նա երրորդ խոսքում գրված է, որ նա ուզում էր Հուսին տեսնել։ Այսինքն ինքը իր կողմից ինչ որ բան անում է, չի նստում սպասում, ուժեղ ցանկություն ունի, մի բան անի, ու ինքը ինչ անում, նա քանի որ կարճահասակ էր, բարձրանում է ծառի վրա, իր ինչ որ գործունեություն անում, չէ՞։ Այսինքն մենակ չի, որպեսզի տենի, այնքան ուժեղ է իր ցանկությունը։ Այսինքն որ դու հանդիպում ունենաս, քո մեջից պիտի ցանկություն ունի, ինչ որ գործողություն քո կողմից լինի։ Ամեն մեկի մոտ տարբեր է, այս մեկը կարճահասակ էր, ծառը բարձրացավ, բայց ցանկությունը մեծ էր։ Եվ մենք ինչ ենք տենում, որ Հիսուսը գալիս է, իմ բառերով ասեմ, գալիս է եւ ասում է, արի ես այսօր ձեր քուտուն հույր պետք է կամ։ Ու ինքը ուրախությունից իջնում է, կանչում է իր տունը ու կայանում է հանդիպումը։ Եվ 8-րդ խոսքում մենք տեսնում ենք ինչպես է նա փոխվում։ Այդ ռադիկալ փոփոխությունը ոնց է կատարվում։ Զաքեոսն էր կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տեր, ահա ինչ որ ունեմ, դրա կեսը կբաժանեմ աղքատներին։ Եվ ինչ որ մեկին եթե զրպարտությունով զրկել եմ, 4 կապատիկ կվճարեմ։ Դուք պատկերացնում եք ինչ մարդ է։ Ինքը շատ խափելով, ավելի շատ վեկալելով, հարուստանալու տենչով ու լավ էլ հարուստացել էր։ Եվ ինչ ենք տեսնում, որ ինքը այնպես ռադիկալ փոխվեց, որ ինքը պատրաստ է ուղիղ կեսը բաժանի։ Ինքը վերցնող էր, դարավ տվող։ Դրա մասին խոսում էր Կասյան այսօր, որ մենք տվող ենք։ Դա ամենառադիկալ իրավիճակն է, որ մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ մարդ փոխվեց եւ նեղացնում էր մարդկանց, ասում որ նեղացրել եմ 4 հապատիկ կվերադարձնեմ, որ ինչ որ եսիմ շանտաժով ինչ որ բանով շատ եմ վեկալել խափելով, ես կվերադարձնեմ 4 անգամ ավելի շատ, որ նեղացրել եմ։ Այդ ձևի կտրուկ փոփոխություն կա։ Հիմա ես կուզենայի իմանալ, դուք ունեցել եք այդ ձևի հանդիպում Աստծու հետ, որ տենց 180% փոխել է։ Էլի դեպքեր կա։ Պողոս Արաքյալի վեկալ են, որ Պողոս Արաքյալը հետապնդում էր քրիստոնյաներին, հետևներից ընկնում էր, թե աշակերտներին Քրիստոսի, ուզում էր սպանել, բանտերներ գցում, եւ անգամ գնաց եւ նամակ վեկալա, որ գնա Դամասկոսից է բռնի, դե իմացավ շատ ակտիվ են այդ աշակերտները, իրանց է բան գցի։ Ունայեք ինքը այնպիսի մարդ էր, որ լավ Աստվածաշունչը գիտեր, շատ լավ կրթված էր եւ ինքը համարում էր իրան շատ բարեպաշտ եւ Աստծուն հավատացող մարդ։ Բայց երբ որ նա գնում է ճանապարհին հանդիպում է Հիսուսին, այդ հանդիպումը նորից փոխում է իրան, ինքը փոխում է եւ դառնում է արդեն ոչ թե հետապնդում է, ոչ թե գցում է բանտերը սպանում է, այ հակառակ, ինքը դառնում է ամենա եռանդուն, ամենա 180% իրոք փոխված առաքյալ եւ ծառայող եւ նոր կտականի մեծամասնությունը ինքը իր ձեռով է գրել եւ ինչքան եկեղեցիները բարձրացել եւ ինքն է մտնում եւ հետանոցներին սկսում է բերել Աստծուն։ Հաջորդ կերպարը, որ ես կուզենայի ասեի, դա Պետրոս առաքյալն է։ Եվ այստեղ մենք կարանք տնենք Ղուկասի 5-րդ գլուխ 11-ից 1-ից մինչև 11 խոսքը։ Ու ինչ ենք մենք տնում։ Եվ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա գիտվում էր, Աստծո խոսքը լսելով ինքը Գենսաթայի ծովակի մոտ կանգնած էր։ Մի քանի բառերով պատմեմ, նավը այնքան շատ էր մարդ, որ ինքը Պետրոսին խնդրում է, ասում է, կլինի ես քո նավի մեջ նստեմ, ընդե իսկ քարոզեմ, որտեղ սխում են ծով է այնտեղ եւ համեր հարմար է։ Եվ Պետրոսը նավը տալիս է։ Ուստե նայեք ինչ հետարքիր է։ Պետրոսը մինչև այդ ճանաչում էր Հիսուսին, այն չէ որ առաջի անգամ էր տենում։
Բայց ինքը իրան ճանաչում էր ինչպես երբ որ իր եղբայրը եկավ, ասեց գտել եմ Միսիային, արի ծանոթացնեմ քեզ, Անդրեասը։ Ու տանում է Հիսուսի մոտ, Հիսուսի հետ շփվում է, ծանոթանում է, իրան ընդունում է որպես մարդ, սովորական մարդ։ Բայց այստեղ երբ որ բրծնում է ծառայություն եւ հրաշքներ է կատարվում եւ ամեն ինչ է անում 11-րդ խոսքում է գրած չէ, մինչև այդ երևի 5-րդ խոսքից, 6-րդ խոսքից սկսենք, մինչև 11-ը։ Եվ Սիմոնը պատասխանից ասեց նրան. «Վարդապետ, բոլոր գիշեր աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ»։ Քարոզից հետո, խոսքը լսելուց հետո ինքը չի կարում դուք սա գիշեր չի բռնել, բայց փորձում է գցի ու հրաշք է կատարում։ Ու այնքան է լցվում այդ նավակը ձկներով, որ ինքը մի հատ է կողքի նավին է խնդրում գա, երկուսն էլ լցնում են ու մի կերպ բերում են։ Ոստեղ ինքը արդեն հասկանում է, որ այս մենակ Աստված կարող այս հրաշքանը։ Ինքը հասկանում որ Հիսուսը սովորական մարդ չի, սովորական ուսուցիչ չի, այ իրոք ու ինքը ինչ է ասում։ Ասում է դու սարի իմ նավից։ Ես արժանի չեմ, որ դու լինես, ասինքն ինքը իր երևի էտի հաջորդ խոսքում է։ Ասում է Սիմոն Պետրոսը տեսնելով ընկավ Հիսուսի ծնկերի առաջին, այսինքն ընդունեց իրան ասված։ Ու հանդիպում եղավ արդեն իսկական այն հանդիպում, որ 100% փոխում է։ Ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ։ Ինքը հասկացավ, որ ինքը մեղավոր է։ Եվ ուզեցավ փոխվի։ Դա մենակ լինում է այն հանդիպումից, որի մասին ես հիմա ուզում եմ խոսամ։ Ու շարունակում է ասում է 11-րդ խոսքում ասում է եւ ինքը սա թողում է ամեն ինչ։ Իր բիզնեսը շատ հաջողակ բիզնես ուներ եւ ամեն ինչ ու գնում է Աստծո հետևից։ Դա էլ է ռադիկալ փոխություն։ Ամեն ինչ թողում է Աստծո հետևից գնա։ Հալելույա։ Ես այդ տիպի հանդիպումների մասին եմ ասում, որը փոխում է։ Ու դու ինքդ կարող ես արդեն զգաս, դու որ եթե դու դեռ չես հանդիպել այս ռադիկալ, մեն դու ես этаպում ես, որ հանդիպում կա ու դու էլ ինչ-որ ջանք պետք է անես, որ հանդիպես։ Միայն Աստծո վրա հույս տունը թաղդի վրանաց Աստծուն սпасելով չի։ Մի բան անես, պիտի ցանկանաս, ուժեղ, ինչպես Զաքեյը ցանկացավ։ Հալելույա, եւ Աստված կգա։ Ես իմ կյանքից կարամ վկայեմ, ես անհավատ էի, Աստված չի հավատում։ Չնայած ես Աստված շունչը նոր կտականը կարդացել էի ու որպես պատմություն, ես շատ եմ սիրում պատմություն, իմացել էի, որ Հիսուսը կա, իր պատմությունը ոնց է գնացել, ոնց է խաչվել, բայց իմ համար դա սովորական մարդ էր, որ ինչ որ եղել է, ապրել է ու շատ հետաքրքիր իմ համար իհարկե, որտեղ պատմություն սիրում եմ Իսրայելի մասին եւ այլն։ Եվ նենց իրավիճակ է ալնում, որ իմ մոտ գրիժա է ալինում այս մասի վրա ու սենց կոճակի նման դուրս է գալի ու ցավում է շատ։ Ու ես գնում եմ բժիշկը ինձ տալիս է պիտի գնաս օպերացիա անպայման, ես հիվանդանոցը գնա իմացի ոնց է, ասի իշքան է շտապ, ասի ես մի ամիս հետո կարամ գնամ, որտեվ գործեր ունեմ, որտեվ երկու շաբաթ հիվանդանոցում պարկեի, երկու շաբաթ է պիտի գայի տունը պարկեի, գործերն ես դասարում, մի ամիս կարանամ չաշխատեմ, որ պրոբլեմ չլինի, ասեց մի ամիս այս կոմենքում այս բանի համար ոչ մի տարբերություն համարյա չկա։ Բայց այս վեկալ բանը направлениան այդ որ տվել է ու գնա ու գնաս հիվանդանոցը։ Ես զանգում եմ մամայիս ասեմ, որ նորություն կա, պիտի օպերացիայի գնամ։ Սկզբից հարցնում եմ քու մոտ ինչ նորություն կա, մամաս ասում է ես հանդիպել եմ Աստծուն, հավատացյալ եմ դառել, գնում եմ եկեղեցի, այն ժամանակ կյանքի խոսքը ճշմարտություն էր կոչվում Հայաստանում։ Հրաշքներ է կատարվում։ Ես մեկի համար աղոթեցի, ինքը ռակով հիվանդ էր, բժշկվեց, Աստված ինձ պարգևա տվել, գնում եմ, վկայում եմ, մարդկանց կարոզում եմ, Աստծո հետ եմ, շատ լավ է։ Դե ուրիշները այդպես դեպքում որ մտածում են, ասում են, ինչ-որ սեկտա են, ես չէ, հակառակ ասեցի, ինչ լավ է, մամաս հեսա թոշակի տարիքն է մոտենում, զբաղմունք ունենա, ավտոմատ կյանքը երկար կլինի, ինչ-որ բանով կզբաղվի։
Ինչ լավ է, սենց հետարքի զբաղմունք ունեցավ։ Հա, ասма լավ, իսկ մոտ ինչ նորություն կա, ասի դե ես գնում եմ, ինձ направление տվեք, գնում եմ հիվանդանոց, ինձ օպերացիա պետք է անենք։ Եկել ասում եմ, ես քեզ շատ եմ խնդրում, մի ամիս հետո ես լինելու եմ Մոսկվայում, ինքը դա Երևանում էր, ես Մոսկվայում եմ ժամանակ ապրում, սպասի ինձ, մի գնա, հենց գամ, կարաս մյուս օրը գնաս։ Ես էլ ասի, հա, հարց չկա մաճան, բայց այս ուշել է իմ նպատակները, մի ամիս հետո թողել էր բժիշկը, ասի կգաս հետո կեթա։ Մի ամիս հետո մամաս գայս է, ասում է հիշում ես քեզ ինչ եմ խոստում, ես արդեն մոռացել եմ, գիտեմ իմ պատճառներով եմ մի ամիս ձգե։ Ասում է վաղն է կարաս գնաս, ասում է ես ասում է հատուկ բերել եմ կասետ, ասում է դա սաղ կյանքի խոսքով սաղ ուզում են այդ կասետ, ֆռում էր իրար մեջ։ Ամենահազար բժշկությունն է, վկայացնում է Աստծո խոսքը, լսի վիդեոյա։ Նայի ու կարաս գնաս հետո վաղը բան, ասի եղավ, հարց չկա, մաճան։ Գնում նստում ենք, կասետը դնում է, ես աղոթքը լսում եմ, խոսքը ասում է, ավետարանում է, քարոզիչը իր բենի քարոզներ էր, ինքը ամենա այդ ժամանակ այդ իր ամենաուժեղ, որ այդքան մարդ բժշկվում է, այտենց ծառայություն չի ունեցել, այդ ծառայությունն էր, հա բժշկության ծառայություններ։ Չնայած ավետարանում է, վերջում կանչում է ուզում աղոթեմ իր համար ու այտենց հրաշքներ են կատարվում։ Ու երբ որ ես լսում եմ այդ քարոզը, ինքը ասում է դե հիմա եկեք ես աղոթեմ, որ եթե հիվանդություն ունի, բժշկվի, ով ազում։ Ես էլ նստած իշքան հիշում եմ, ասում եմ դա ով որ դաժե նայում է այս նկարով, իրանք է կարան։ Ասում է ձերը դրեք ձեր հիվանդ տեղը, ես դա կոճակից վրա դրեցի, կոճակին մոտուսայքի ասի հեսա։ Ասում է ու աշկիներ փակեք ու փորձեք տեսնել Հիսուս Քրիստոսին։ Ես աշկես փակեցի, ասի փորձեմ տեսնեմ Հիսուս Քրիստոսին։ Իմ համար ինչ է Հիսուս Քրիստոսը, դա նկարներն է, որ ես տարբեր տեղեր տեսել եմ, եկեղեցիներով բան կախած, փորձում եմ մի նկարն եմ ուզում հիշեմ, մի հատ ձեռակալի այդ տանում է։ Մյուս նկարն եմ ուզում տունեմ, մի հատ ձեռակալի այդ նկարն էլ է տանում։ Ասում եմ չեմ հասկանում։ Այս ինչ չա։ Ինչ ես ուզում եմ հիշեմ, համասմա տես, համե չի թողում էս ով է։ Մեկ էլ ես հասկացա, որ ախր ասված ասում էր ասեր, հետո հասկացա, ես կենթանի ասված եմ, ինձ նկարների մեջ պետք է 100 առաջ կենթանի ասված եմ։ Նոր դրամասին է քարոզում էր։ Քարոզիչը որ դու լսում ես նայում էր այդ։ Ու մեկ էլ ես տեսա։ Ես հայտնվեցի մի հատ դրախտում, դրախտային տեղ։ Մեն պարտեզա դրախտային իր ծառերով եւ ծառերը ումեն եւ խոտը որ կա եւ տերևները ծառի վրա այնպես կանաչ են, սենց սոչն է էլի ռուսերեն ասած, որ նենց նայում եմ ու սաղ ներվերս սենց որ տեղ անկավ, հանգստություն, ոնց որ ես ծնված էի, որ այդտեղ ապրեի ու սոխակներ են երգում, այնպես երաժշտություն է, որ այդպես երաժշտություն այդ երգից չեմ լսել, մի քիչ օրգանով որ նվագում են նմանություններ տալու, բայց շատ ավելի լավ մի հատ հիասքանչ կատարյալ երաժշտություն էր այդ սոխակների երգը, որ երգում էին ծառերի վրա։ Ես ասված ջան, ամբողջ կյանքը մնացել այս աշխարհում ապրեմ, ես այն ժամանակ 26 տարեկան եմ։ Գտամ մենակ մի 5 րոպե զաջերջ կալնեմ, էլի մի քիչ մնամ ստե, ինչքան լավ աստե։ Ու այտենց է մտածում, մեկը հերվից տենում եմ Հիսուսն ա գալի։ Ու հետևից սենց գունդի նման հրեշտակները հետևից գալիս են իրա։ Ես նայում եմ ասում եմ, վաու ասում եմ, սին տեսա։ Ու սենց կամին որ գայս ասենց փչում է, շորերը շարժվում է, մազերը ասում, այդեղ հետո եմ հասկանում ասում եմ, ես կենթանի եմ, նայի, ինչ նկարների մեջ ես ես մանգալի, նայի։ Ու ես ասին առաջինը նկատեցի, որ Հիսուսից մի հատ լույս է դուրս գալիս։ Ես բան չեմ տեսել։ Ընդհանրապես որ մեկը փայլում է լույսից, որ մի հատ լույս անգնում վրա, ես միշտ տենց եմ տեսել, ու հետո փայլում է, բայց ինքը քայլում է, իրանից լույս է դուրս գալու, այդ սաղը պարտեզը ինքն է լուսավորում, այդպես բան։ Հետո Աստվածաշնչում կարդացի, տենց բան կա, որ լինելու է։ Որ նոր եղասուրն ինքն է լուսավորում, այս այդ մասը ես տենց բան չի հիշում։
ու որ չի լսե։ Ու որ այդ ասեց, ես զարմացա ասի։ Ահա։ Էս ինչ էր, ասի մյուսը նայեմ շորը սպիտակ, այնքան ճերմակ, որ տենց ճերմակ կտոր ես չի տեսել։ Տենց սպիտակ գույն կյանքում չի տեսել։ Ու ասեցի ամենասպիտակ շորով եկալ ես ամենալավ որակով լվասկի փոշիով լվանաս, տենց սպիտակություն չես հասնի։ Ու ինքը սկսեց մոտենալ դեպի ինձ։ Ու աշկերի մեջ նայում եմ սեր, նայում ոնց կարա մարդը տենց սիրի, այ տենց ինքը անվերջություն էր աշկերի մեջ, նայում եմ, ասում եմ սա կյանքս կնայի ու չէի կշտանա։ Այնքան լավն է, խորն է, այնց հետ աշկիր կապուտ երկնագույն երկինքը ոնց որնի աշկերի մեջ։ Ու երբ որ տենց ասեցի, ինքը մոտեցավ, ես զգացի ինձ մեղավոր։ Ասի ինչ մեղավոր եմ։ Ես միշտ համեմատել եմ հարևանների հետ, շրջապատի հետ ասել եմ, դու ուրիշների համատած որ լավն եմ, էլի ոչինչ ասի։ Ես տենց առանձնապես կարիք չունեմ մտածում եք, կարող շատերը էլ մինչև հավատքը գալը մտածել եք, որ դե դու լավն եք, էլի ուր ավելի լավ։ Հա, բայց առաջ անգամ հանդիպեցի նրա հետ, ում հետ պետք է հանդիպես։ Ես հասկացա շատ վատն եմ։ Շատ ու ասի հանգարց շատ չմոտենաս։ Հիսուս ջան, հանգարց չկեղտոտեմ իմ կեղտոտ շորերով քու մաքուր սիրուն շորը սպիտակ։ Հենց տենց ասեցի, մեկ է սկսեց ոնց որ ֆոկուսը ընկնել, ոնց որ ակվարիում լինի, դրա հետևից ես նայում արդեն այդ ամեն ինչը, ու մեկ է լսեցի քմոտ բժշկվել է, քարոզիչի ձայնը։ Դու ես հետագայում այդտեղ անդադարում ես, ասում քմոտ բժշկվել է, ես քմոտս բժշկվել է, ես եւ այլն։ Այս բանում, այս շարքում են շարքում բան։ Որ քմոտ այդ երկու բառը ցենց դուս եկավ, ակա քմոտ բժշկվել է, ու այսենց ծպնվեց, ալի կաթիլների նման է տեսիլքը, աշկերտս բացա, ու ես տելևիզոր նայում եմ, ինքը քարոզում է, ասում է քմոտ էսա բժշկվե բան եւ այլն, Մարգարյանը, ու մեկ է ես զգացի այդ ձեռիս տակ որ դրել եմ շարիկը, սենց պտտալով մտավ ներս։ Այ քեզ բան ասի, բայց ոնց տենց հնարավոր է, ասի եւ այդ բանից, այդ տեսիլքից բանից ես ինքան եմ բան եղել, որ ինձ թված էլի, ման եմ գալիս շարիկը չեմ գտնում։ Հա, մամաս է որ տեսավ, մամասի ժամանակ նայում եմ, ձեռը դրել է գլխից վրա ու լեզուներով աղոթում է այդ մոմենտին։ Մեկ է տեսավ, ես սենց եմ անում, բան, ասում է, մի ցավացրա, ոչինչ որ բան է։ Ձեռս բռնում է քաշի, որ չի ստացվել էլի բժշկությունը, մի զորով մտցրանես, հետո կանես։ Ախր բան է, երբ որ բժշկի մոտ գնացի, ինքը մատով սխմեց, գցեց տեղը, ես նստած էի, ցավից մի քանի վայրկյան ուշքս գնաց։ Իսկ առանց ցավից ես մտա, вообще ոչ մի ցավ չկար։ Ասեց էդի ինչև օպերացիան չանես, երկու օրից էլի դուս կթողնի, տենց էլ եղավ։ Մի շուտ ծանրություն բարձրացնես, հետա դուս է թողնել։ Ու ասեցի, ուզում եմ ասել, մամ, ոնց է ասում եմ, հանդակարակը բժշկվել եմ, տենամ չէ, տեն չի ուզում ասի, ուզում ասի, հա, էլի ասում, չկա շարիկը, տենց ուզում ասի, մեկ է ասի, տենամ լեզուս չի գործում։ Չեմ կարում խոսամ, սենց ուղղակի դարել եմ համր։ Ու սենց որ ձեռս է սենց պահել է մամաս, որ չսխմեմ։ Մեկ էլ հիշեցի, որ բութս դրում եմ երկու ոսկոր առաջ, ես մատ սուղի այդ կոճակի վրա էր ընկնում։ Ասեցի մի հատ էլ փորձեմ, համոզվեմ, որ ընդեյա թե չէ։ Հենց որ փորձեցի, որտեղ ես հասկացա, եթե ես այդ ժամանակ ասեի, չեմ հավատում, սաղ կեթար, դավանեի, սխալ դավանում, ասված դրա համար կապել էր լեզուս։ Ու հենց մատս դրեցի, տեսա թե գլատկ էլի, զենց մաքուր, առանց ոչ մի, դե չկա ոչ մի կոճակ մոճակ, դե հավատացի։ Որ հավատացի, զգացի, որ այստեղիցս, սենց ոնց մեկը նավակային սրսկացն է, ոչ մի բան չի զգում։ Սենց եկավ, սկսեցի զգալ, մեկ է տենամ լեզուս շարժվեց։ Ասի վсё, կարամ խոսամ, ասի մամ նստի, բան եմ ասելու, որ չընկնես հանգարց։ Ինչ է ասում։ Նստեց ասում նոր ասի, տեսիլ տեսա, Հիսուսին տեսա, հրեշտակներին տեսա, դրախտը տեսա, հա, ու մեկ էլ բժշկվեցի, քաշեց, ընդհակառակը, դու միանանք ստացի, բժշկվել եմ, լավ եմ արել։ Հա։ Մեկ է մամաս ասում է, դու էլ ախորտման ձեռս արում, որ ես
ուզում ես փոստեր բռնես։ Ասի չասկիս, ասի դու ես հավատացյալը, թե ես ասի։ Ես ինչ ես ասում։ Ասում է դե չի տեսա որ անկեղծ եմ, ասում է դե չի ուղղակի, ասում է Հիսուս 6 ամսվա հավատացել եմ, մի հատ Հիսուսին չտեսա, ասում է դու նոր հավատացել ես թե չջոգեցի, արդեն Հիսուսին ես տենում, տեսիր քեզ դրախտ ես տենում, բան, ես ոնց է, չէ, ես ուրախ եմ, բան, փառք Աստծո լավացել է։ Այդ օրվանից իմ կյանքը փոխվեց։ 180 աշճան։ Այն որ ես ուզում էի մեղ գործել, հիմա չեմ ուզում մեղ գործել։ Այդ ձևի 180%-ով շրջվեց կյանքը։ Իմ անձնական։ Ու ես էլի վկայություն կարամ բերեմ այն մարդկանց մասին, որոնք եկեղեցի հաճախել են, եկել են, նեն չի որ եկեղեցի գնում ես, արդեն ավտոմատ հանդիպում ունես։ Այդ առաջի հանդիպումը ստացել ես, որտեվ վկայություններ կան եւ շատ ծնող հավատացյալ ծնողների գալիս են եկեղեցի, խոսքը գիտեն, դաժե սովորում են, շատ լավ գիտեն, անգիրեն անում, դե երիտասարդին հիշողություն ավելի լավ է երևի չգիտեմ, այդքան լավ գիտեմ, բայց մինչև անպայման ունենում են հանդիպում Հիսուսի հետ, որից հետո 180% փոխվում է։ Դու կարող ես հիմա արդեն քո մեջ իմանաս, դու այդ հանդիպումը ունեցել ես, անձնական էր, կենթանու Աստծո հետ, ոչ թե իմանալ որ Աստված կա, դա ոնց որ քիչ է։ Մի հատ վկայություն կա, եկեղեցի հովիվ է ասում, իմ papas հովիվ է եղել, ես միշտ եկել եմ եկեղեցի, ընտիր կարդացել եմ, սովորել եմ, papas արդեն դաժե մեկ քարոզներ էր ասում, ասեմ, բան, ընտիր ամեն ինչ գիտեի, միշտ գալիս էի, փառաբանությունը, բան, շատ հրաշալի։ Բայց ես անձնական հանդիպում եկա, ես հասկացա 100%-ից իմ կյանքս փոխվեց։ Ու ամեն մեկը պետք է այդ հանդիպումը ունենա, ինքը ասում էր, ընդհակառակ ասում էր, եթե չունենաս դժոխք ես գնալ։ Տենց վախացնում էր։ Հիմա իր ասածն է տես, բայց Աստվածաշունչն էլ կարանք նայենք, թե ինչ է խոսում։ Դրա մասին մենք նայեցինք, որ դա իրոք Աստվածաշնչանա, որ պետքա մենք հանդիպել։ Աստված ուզում է, որ մենք իր հետ հանդիպենք։ Հիմա ես չգիտեմ, դուք ինքներդ ասեք, դուք ինքներդ ես չեմ կարող ասեմ, այ դու հանդիպել ես, դու չես հանդիպել, դուք ձեր մեջ պետք է զգաք այդ։ Եղել է ձեր մոտ այդ կյանքի մեջ, թե չի եղել։ Ամեն հիմա անցնում ենք երկրորդ էտապը։ Փոխվելը։ Մենք հասկանում ենք, որ ինչ որ բաներ միանգամից փոխվեց մեր մոտ։ Կտրանակապես։ Ինչ որ բաներ մնացել է հնուց, կամաց փոխվում է։ Ու տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Մեկը միանգամից ապաշխարում է ծխելը թարգում է, մեկը շո ժամանակ հետո է թարգում։ Ես չգիտեմ, ես չեմ ծխել երբեք, դրա համար մի քիչ, բայց իմ մոտ էլ բաներ ա եղել իմ կյանքի մեջ, որ միանգամից ասված կտրել է հենց այդ օրը, ասում եմ, ռադիկալ փոփոխություն ա եղել կյանք։ Բայց բաներ կա, որ ընթացքում կամաց շարունակում է փոխվել, ու ես հələ գիտեմ, որ դեռ փոխվում եմ, դեռ տեղ ունեմ լավանալու, դեպի շատ կա, որպեսզի նմանվեմ Հիսուսին, բայց ես իմ մասը անում եմ, չեմ սպասում, որ Հիսուսը ինչքան կարամ իմ կողմից անում եմ, բայց այսինքն ես չեմ անում, Աստված անում իմ միջոցով, ես չեմ կարող անեմ իրականում դա, որտեվ դե անողն է մինչև հանդիպումը կաներ, եթե անողն էր հովի տղեն կփոխվեր մինչև հանդիպումը անձնականին, հովի տղա էր եւ այլն, դրա համար այն որ դու ավտո գալիս ես եկեղեցի գնում ես, դա չի փրկում քեզ, հանդիպումն է պետք, հա, եթե ումեն երկրորդը հանդիպումից հետո ումեն եկեք կարդանք Բ Պետրոս առաջի գլուխ 5-ից 9 խոսքը։ Տնանք ոնց են մարդիկ փոխվում արդեն հետո։ Եսուն այն բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքը ներկայացրեք առաքինությունով։ Դες ջանք անելով։ Կողմից ինչ որ ջանք ա պետք։ Արդեն հավատացյալ ենք, արդեն եւ առաքին 4-րդ գլխից 23-25-ը խոսում է, որ դրսից խոսան, դրսից են փոխում։ Ահա։ Եվ Հիսուսը ման էր գալիս բոլոր
Մատթեոս 23 Եփեսացի 4-րդ գլուխ 23-ից 25 Այստեղ փոխվելու մասին է գրված եւ Մատթեոս չէ, Եփեսացի կարելի է ասղիկ չէ։ Եվ ձեր մտքի հոգովը նորոգվեք եւ նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, ճշմարտության, արդարության, նովը եւ սրբությունովը։ Նրա համար դեն գցելով ստությունը խոսեք ճշմարտություն ամեն մարդ իր ընկերի հետ։ 26:32-ը, սա ես խառնեցի, սա ներսն է փոխում, արտաքինը 26-ը արդեն գնում է արտաքինի փոխել։ Եփեսացի 4:26 Բարկանք մի մեղանչեք, թող արեղը ձեր բարկության վրա չմտնե եւ տեղի չտաք սատանային։ Նա որ գողանում էր, թող էլ չգողանա, այլ մանավանդ աշխատե իր ձեռքերով բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին։ Մինչև 32-ն ենք արդում, ոչ մի գեշ-խոս դուրս չգա, ձեր բերանիցը, բայց այն որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին, եւ մի տրտմեցեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքված եք փրկության օրվա համար։ Ամեն դավանություն եւ բարկություն եւ սրտմություն եւ աղաղակ եւ հայություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ եւ իրար հետ խաղցր եղեք գտած իրար ներելով ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Նայեք, հիմա փոփոխության բաների մասն է խոսում։ Բաներ կարող է հենց հանդիպեցիք Աստծո հետ ձեր մոտ փոխվեց, իսկ բանը կա հետագայում կամաց փոխվում է։ Ամեն Ես մի բան եմ ուզում ասեմ, որ եթե դու մենակ դրսից փոխվես, դա բավարար չի։ Այսինքն դու մենակ որ հանդիպես Աստծո հետ, դա էլ բավարար չի։ Դու փոխվես, հետո շարունակես փոխվել։ Եթե դու դրսից փոխվեցիր, բավարար չի։ Ինչու է այո։ Օրինակ Եփեսացիների օրինակ Մատթեոս 23-ում գրված է։ Այն ժամանակ Հիսուսը ժողովուրդների եւ իրար աշակերտների հետ խոսեց եւ ասեց 25 Մովսեսի աթոռի վրա դպիրներ եւ փարիսեցիներ նստեցին։ Ասեցի 23 Աստե ասում է. Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասնորդը տալիս եք եւ թողում եք օրենքի ծանր բաները դատաստանը եւ ողորմությունը եւ հավատքը։ Սա պետք է անել եւ այն էլ չթողել։ Իրանք դրսի շատ մաքուր էին։ Գույր առաջնորդներ, որ մժեղի քամում եք, բայց ուխտը կուլ եք տալիս եւ 26-ը Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ մաքրում եք բաժակի եւ սկավառակի դրսի կողմը, բայց ներսանից լիքն եք հափշտակությունով եւ անիրավությունով։ Մենք տենում ենք, որ դրսից մաքրելը քիչ է։ Իրանք շարունակում այսօր ասում է, մենք իհարկե մաքրվել ենք արյունով Հիսուսի, բայց մենք պետք է շարունակենք այդ process-ը, այն չի որ արդեն 100% ցենց արդեն ներսից դրսից փայլում ենք։ Ամեն Ահա։ Եվ ես կուզենայի կարդալ արդեն ներսից փոխվելու մասին նաև Ապետրոս 1:22-ում է գրած։ Առաջի Պետրոս Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ, անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք։ Ներսից մաքրվելու առաջին նշանը, որ մաքուր սրտով իրար սիրում եք։
դրանից է սկսում։ Իրոք դա երևում է, որ դու մաքուր սրտով եթե սիրում ես դիմացին, այսինքն սրանով դու կարաս զգաս, եթե դու մաքուր սրտով ես սիրում, ուրեմն դու ներսից մաքրվում ես, արդեն սկսել ես մաքրվել, այդ էտապի մեջ ես, առանց դրա չի լինի, դա սկիզբն է։ Հիմա մի տեղել ասեմ, որ մենք երևում է պտուղից է երևում, նաև, դրա համար համ կանցնենք հիմա երրորդ էտապը, որ ավատացյալը պտղավեր կյանքով անցնի, և այդ պտուղից է կտենանք, մենք ներսից մաքուր ենք և դրսից մաքուր ենք, ներսից մաքուրը պտուղը դա հոգու պտուղներն է ցույց տալի, դրսից մաքուրը ցույց տալի պտուղ հոգիների, տարբերությունը զգում եք, երկու տեսակի պտուղ կա, մեկը որ 9 պտուղն է, դա հոգու պտուղ է կոչվում, դա ներսի մաքրությունը երևում է պտուղներից, դու բերում ես պտուղներ, գիտեք 9 հատ պտուղներ կա, օրինակ վեկալենք ամենավերջինը, ժուժկալություն, չէ, զսպվածություն, դու ստուգ ես էլի, դու արդեն կատարել ես, թե չէ, դու 100% զսպվածություն ես, այն որ մեկը կտրում է ավտոքշելուց, մեջը բարձրանում է, այդ երևում է, որ հլը տեղ ունես, որպեսզի ավելի ներսից մաքրվես, ու իրոք հերթականությունը պատահական չի, եթե դու այն 8-ը արդեն անում ես, 9-րդը հեշտ կլինի, բայց եթե դու համբերություն է օրինակ, չէ, համբերություն չունես, ոնց կարաս պահես քո մեջ, որ դուրս չգա։ Հիմա այդ Գալաթացի 20 չեմ կարդա, դուք կարդացեք այդ պտուղները 9 ու ձեր մեջ գտեք, դե դուք այդտեղ ունեք մաքրվելու ու ոնց, որ էտապում եք, այդտեղ մի բան էլ ասեմ, այս ներսից ու դրսից մաքրվելը ու պտուղ բերելը, դա նեն չի, ես եմ մի տեմնավոր բաժանել եմ էտապների, որ ավելի պարզ լինի, բայց դա կարող միաժամանակ կլինի, դու միաժամանակ և ներսից ես մաքրում, և դրսից ես մաքրում, և պտղաբեր ես դառնում, ու ասված գրած ասում է, ով որ պտուղ չի բերում, նրանց գցում է վառում է, Աստվածաշունչն ասում, այդ տեղը բերեմ, թե շատ եղավ մի քիչ տեղերը, բայց ով որ պտուղ է բերում, նրան ավելի է մաքրում, որ ավելի շատ բերի, այսքան կարելի է մաքրել, սրբազան, որ ավելի շատ պտուղ բերես, Գաղատացի 5:22 գլխից է, 22-23 խոսքերն է դրա մասին խոսում, և հիմա նայեք, սրանից մենք իմացանք, ինչ է նշանակում երկրորդ ձևի պտուղը, դա հոգիներն է, որ փրկվում են, որ դու գնում ես, հոգիները փրկվում են և դառնում են Աստծո որդիներ, գալիս են երկրի, հիմա այդ պտուղի համար ինչ է օգնում, նայ, դե դու դրսից մաքուր ես, մարդիկ նայում են քեզ, ուզում են, իրանք էլ են ուզում, քեզ նմանվել, ներսինը չի երևում, չէ, բայց դրսի, ու դու Աստված կարա քեզ օգտագործի այդ ժամանակ, որ դու գնաս ու մարդկանց բերես Աստծո արքայության մեջ, բայց դու դրսից նենց ես, որ կփախնեն քեզանից, քննման հավատացյալ չեմ ուզում տնամ, ինչ է, հագնվածիդ նայեմ, դրսից չես հետևում քեզ, քո առողջությանը չես նայում, որ կողմից նայում ես, չես ուզում իր հետևես, դա համար արտաքինից, որ նաև Աստվածը օգտագործում է այդպես մարդկանց, որ դրսից մաքուր են, չէ, բայց պարգևներ է տալի, դուք ասես ոնց կարա մարդից ներսից մաքուր չունի, դրսից մաքուր ունի, բայց պարգևներ տա, եկեք մի տեղ կարդանք, որ տենում ենք, որ իրոք դա հնարավոր է,
լավ, այդտեղը չբերեմ, ժամանակ չկորցնեմ։ Ասում է, դու իրանք ասում են մենք քո անունով դևեր ենք անել, այդտեղը գիտեք։ Մենք ասում է հրաշքներ են գործել, պարգևներ են այդ մարքանցին այդ գործը։ Ու շատ անգամ մարդիկ հրաշքը տեսել են ու եկել են հավատքի, ասեն պտղաբեր ենք եղել։ Հոգիներ ա բերե։ Բայց ներսը դադար կա եղել։ Հիսուս ասում է ես ձեզ չեմ ճանաչում, գնացեք ինձանից։ Այսինքն մենք ինչ ենք տենում։ Դու կարաս հանդիպում ունենաս Աստծու հետ։ Բոլորն է կարևոր են, այն չի որ մեկը պետք չի, մեկը պետք է։ Դու պետք է համ հանդիպում ունենաս Աստծու հետ, համ ներսից մաքրվես, համ դրսից մաքրվես, համ պարգևներ ուզենաս, համ հոգիներ փրկես։ Բայց բանա ներսից մաքուր չլնես, ասենք, ու հոգու պտուղները չթողես։ Իսկ ինչի՞ց է դա կախված։ Դա կախված է քո կամքից։ Դու որ սենյակդ ես թողում Հիսուսի։ Ներսին սենյակը, դրսին սենյակը։ Երբ որ Հիսուսը գալիս է, դու ասում ես Հիսուս ջան, այս սենյակները, ներսին սենյակները մի մտի, կեղծը տանդ էլի, չտենաս։ Այս սենյակները լավ է, կարաս տենաս, դրսի սենյակները մտի։ Կարող ներսից մի քանի սենյակ թողում ես, մի քանի սենյակ չես թողում մտնի։ Հասկանում ես։ Բայց մի հատ տես լավ բան կա, գիտեք երևի ասում է, դու քու բնականի բարանները տաս Հիսուսին, ասես, դու ես Տերը իմ դանիքի։ Ու վերջ, հոգսեցես Հիսուսի վրա ու համագործակցես Հիսուսի հետ, դու էլ քու չափի քու ջանք անես, քու մաս անես, Հիսուսն էլ իր մասը կանի։ Ես կուզենայի որ հիմա եթե մեկը կա որ հանդիպում չունեցել Աստծու հետ։ Հիմա իմ ասելուց հետո իմացավ։ Թող ոտիկ գա, ոտիկ կանգնի, չեմ կանչում ես առաջ, որտեվ դու անձամբ պետք է հանդիպում ունենաս։ Դա իմ քարոզին այսօրվա կհակասրի, եթե կանչեի մոտ, դու արդեն իմ մոտ ես գալի։ Իմ մոտ պետք չի գաս։ Դու քո տեղում կանգնի ոտի ու կաղոթեն քո համար։ Պետք չի դու առաջ գաս։ Դու հանդիպի անձամբ, կենթանի ասված։ Երեք այսօր հավիտյան նույնն է, ինքը հարություն է առել։